Ողջույն բոլորին, այս տեսանյութում մարտի 8-ի օրվա կանխատեսումն է։ Շնորհավորում եմ բոլոր կանանց եւ աղջիկներին այս գեղեցիկ տոնի կապակցությամբ։ Միշտ լինեք գեղեցիկ, միշտ լինեք շքեղ, սիրված։ Ես ճիշտ է առանձին դեռ կանեմ, ինչ է սպասվելու ձեզ այդ օրը, առանձին տեսանյութ կանեմ։ Դե սա օրվա կանխատեսումն է, իսկ նա հենց անմիջապես մարտի 8-ի օրվա վերաբերյալ մենք տեսնենք նաև ինչ նվեր կստանաք, եթե իհարկե քարտեր այդպես ցանկանան ցույց տալ։ Դե տեսնենք ինչ է սպասվում այս բոլորիս այս գեղեցիկ օրը։ Պարտադիր չի ինչ-որ նվեր, չնայած պարտադիր է, բայց այդ ուշադրությունը շատ կարևոր է, թեկուս գեղեցիկ ոչ է սեղան կամ թեկուս մեկ հատ ծաղիկ, լավ։ Կարևոր է այստեղ այս տոնը ավելի շատ մայրերին է վերաբերվում։ Ինձ համար այդպես է։ Այս տոնը ավելի շատ մայրերին է վերաբերվում, իսկ ապրիլի 7-ը ինձ համար ավելի շատ երիտասարդ աղջիկներին է վերաբերվում։ Ահա, այսքանը եւ տեսնենք ինչ է սպասվում այդ օրը մեզ բոլորիս։ Բոլոր տարվա ծնված նշաններին է սա վերաբերվում։ Գնանք առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին մարտի 8-ին։ Երկեսանի մարդիկ կան ձեր շրջապատում, որոնք ուզում են ինչ-որ մի բան դժվարացնել ձեր կյանքը։ Տեսնենք ովքեր են, ինչ են ուզում։ Միևնույն է, իրենք ոչինչ չեն կարող ստանալ, իրենց բանի տեղ չեք դնի, կփակեք իրենց թեման եւ առաջ կշարժվեք, այստեղ ոչինչ իրենք չեն կարող ձեզ կամ վնասել, կամ փորձել վնասել, ուղղակի իրենք իրենց այդպես կմնան նախանձ որպես։ Տեսնենք ինչն է դժվարությունը, այստեղ միգուցե նաև ճակատագրական հանդիպում է։ Այստեղ դժվարությունները կարող են լինել ընկերոջ մոտ, կամ եթե դուք ունեք դժվարություն, ձեր ընկերը ձեզ կօգնի, կաջակցի։ Բայց նաև այստեղ ճակատագրական քայլ է, միգուցե ձեր ընկերը ձեզ սիրո խոստովանություն է անում, հա, գիտեք, որ ձեր ընկեր է, բայց սիրո խոստովանություն է անում ձեզ։ Եվ այդ օրը նաև ինչ-որ ուղի կընտրեք, ոչ ուղի, միգուցե անձնական կյանքի վերաբերյալ, միգուցե նաև ինչ-որ մեկ այլ հարց է, ինչ-որ կասեք, այսպես եմ ուզում վարվել, այսպես եմ ուզում անել, այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին, սա տարվա ծնված ցուլերին է վերաբերվում։ Ինչ է սպասվում ցուլերին մարտի 8-ին։ Կայունություն այն ոլորտում, որը կաղում էր, որը այդքան էլ լավը չէր, հիմա այդ ամենը կկարգավորվի, կկայունանա։ Նաև այդ օրը ոմանք ունեն ժամադրություն, նվերներ, անակնկալներ այստեղ ձեզ սպասվում է ձեզ, հա։ Եվ նաև այդ օրը այստեղ բորբոքվում եք, չգիտեմ ինչու, այդ գեղեցիկ օրը։ Նվերները կա, ամեն ինչը կա։ Ինչքան բորբոքվում եք, այնքան ավելի խճճվում ինչ-որ մի հարցի մեջ։ Ինչ-որ բան կա, ինչ-որ հարց կա, որը պետք է լուծեք։ Մենք միշտ սրանից հետո սա են գնում։ Այսինքն մանրամասները որոշելուց հետո, հա, մի հատ մանրամասն ուսումնասիրեք յուրաքանչյուր բան, նոր կկարողանաք այդ խնդրից դուրս գալ։ Որովհետև այստեղ ինչքան բորբոքվում եք, այնքան ավելի եք խճճվում ինչ-որ մի հարցում, հա, այսինքն հանգիստ չեք լուծում ինչ-որ մի հարց։ Նա պետք է մանրամասն, հա, լավ մի հատ ուսումնասիրել, նոր կկարողանաք այդ հարցին լուծում տալ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին մարտի 8-ին։ Խոչընդոտներ են։ Միգուցե ձեր երկրորդ կեսի հետ է խոչընդոտները։ Տեսնենք, միգուցե մեկը մյուսի հետ կապ չունի, ինչ-որ տղամարդու հետ են։ Ինչ-որ տղամարդու հետ է կապված խոչընդոտները, միգուցե ձեր զույգն է, ձեր երկրորդ կեսն է։ Նաև այդ օրը ոմանք կամուսնանան, ոմանք հարսանիքի են, ոմանք ամուսնության առաջարկ կստանան,
դեպքում դուք կանեք, գուցե հենց այստեղ ցույց է տալիս իր երկրորդ կեսը։ Ամուսինը, կինը, այստեղ ամուսինն էր ցույց տալի, ում հետ կլինի խոչընդոտ։ Եվ մեկ ակնթարթ ինչ որ մի բան լուրջ չեք վերաբերվում, կամ ձեր հարաբերություններին կամ ինչ որ մի պահը լուրջ չեք վերաբերվում այդ օրը եւ նաեւ ոմանք կարող են գնալ այդ օրը խաղալու, խաղի քարտն է սա, եւ մեկ ակնթարթ ինչ որ մի բան տեղի կունենա ձեր կյանքում։ Ժամ է եկել։ Ինչը հետաքրքիր է, որ այդ քարտերը իրար հետ են միշտ ընկնում։ Սա կամ ինչ որ ժամանակի մեջ պետք է կարողանաք ոնց որ կարողանաք այդ ժամանակի մեջ տեղավորվել, հա, ոնց որ սան մեկ ակնթարթ կարող եք իմանալ, որ պետք է շատ արագ տալ ինչ որ մի ապրանք։ Նաև սա ժամանակի մեջ կուտակված ինչ որ մի process է, որը հիմա դուրս կգա երես, հա, հիմա նոր կլինի այդպես մեկ ակնթարթ, ժամանակի հետ է ձևավորվել դա։ Գուցե ձեր հարաբերությունն է, կարող է հիմա պորտկում եք օրինակ, ժամանակի հետ, հա, հավաքվել է ամեն ինչ եւ հիմա ինչ որ բան եք ասում։ Դե միգուցե արդեն 10 տարի է հետ ամուսնացած եք, մի հատ նվեր չկա։ 5 տարի է շփվում եք իրար հետ, մի հատ նվեր չկա։ Դե դա նորմալ չի։ Ասեք, որ նորմալ չէ։ Ինչքան պետք է տղան չկարողանա աշխատել, գումար, որ հա, հասկանում եմ այդ օրը ծաղիկները շատ թանկ են։ Բայց դաշտի ծաղիկն էլ հո անվճար է։ Կամ ինչ որ մի բան է, հա, անվճար է։ Այստեղ թեկուզ յուրաքանչյուր մի դրսևորում, թող այդքան աշխատել էր ամեն ամիս դնի մի կողմ այսօր իր սիրելին ուրախացնելու համար ու վերջ։ Այսքանը ժամանակ կվատնեք այդ օրը նաև խաղասրահում, կգնաք ինչ որ խաղալու, ինչ որ նման տեղեր։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակներին։ Ինչ է սպասվում նապաստակներին մարտի 8-ին։ Ինչ որ գաղտնիք է բացահայտվելու այդ օրը, գուցե սիրո թեմայով է։ Նաև ոմանք կզբաղվեն ուսմամբ, կսովորեն, իրենց ոչինչ չհետաքրքրի, կսովորեն։ Նաև ոմանք իրենց գրքի էջը կփոխեն, այսինքն կյանքի ինչ որ նոր փուլ կմտնեք։ Հանդիպում կամ շփում կունենաք ոչ տղամարդու հետ։ Ընտրության առջև եք, երևի թե հանդիպեք, թե չհանդիպեք, ինչ հագնեք, չհագնեք, կամ համաձայնվեք, չհամաձայնվեք, ինչ որ մի բան է այստեղ, որ այդ տղամարդու հետ կապված եք, ինչ որ բան է առաջարկել եւ մտածում եք ընդունեք թե ոչ։ Նաեւ այդ օրը ձեր կյանքում փոփոխություն է մտնում։ Փոփոխությունը կարող է լինել եւ անձնական կյանքում եւ ընդհանրապես գլոբալ։ Եվ ոմանք տեղափոխվեն տանից տուն, երկրից երկիր, ոմանք նաեւ ձեր հարաբերությունները կփոխվեն, նոր էտապ կմտնեն այստեղից, նաեւ երևում է գուցե զաքսավորվում եք, գուցե հարսանիքն է ձեր այդ օրը եւ հա ինչ որ մի բան փոխվում է արդեն ձեր կյանքում։ Ոմանց մոտ սա կարող է լինել նաեւ հղիություն կամ ծննդաբերություն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապներին։ Ինչ է սպասվում վիշապներին մարտի 8-ին։ Տան հետ կապված ոչ իրադարձություններ են, հնարավոր է ինչ որ առիթ է, հյուրեր եք ընդունում, դուք եք գնում հյուր, ինչ որ մի բան է, տան հետ կապված, տեղափոխվում եք, տուն եք գնում, տուն եք մաքրում ու բորկա եք անում, նաև ուրախ կլինեք, տրամադրությունը բարձր կլինի, էներգիայով լցված կլինեք, փոփոխություն այստեղ նաև տեղի ունենում գլոբալ, ոմանց համար, ոմանք հենց իրոք տանից տուն են տեղափոխվում, երկրից երկիր, ոմանց մոտ էլ հղիություն կամ ծննդաբերություն սա կլինի։ Փոփոխությունը ընդհանրապես լավ առումով է, այստեղ որտեվ ինքը ընդհանուր ուրախ եք, տրամադրությունը բարձր է։ Այսքանը ձեզ համար հիանալի օր է, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք օձերին։
Ինչ է սպասվում օձերին մարտի 8-ին։ Հանդիպում կամ շփում, բայց է երիտասարդ տղայի հետ, նոր ծանոթություն է սա։ Տեսնենք ով է։ Հերվից է կարծես թե, կամ ձեր ցանկություններ այդ մարդուն հանդիպել, այդ տղային տեսնել, հանդիպել եւ հանդիպում եք։ Նայեմ դե սա հերվից կարող է լինել այս անձնավորությունը։ Որ խոսում էիք մինչև այս եւ հիմա հանկարծ մեկ էլ գալիս է, հանդիպում եք իրար։ Եվ այդ որ կարող եք վիճել ինչ-որ մեկի հետ, հուսով եմ այդ տղայի հետ չեք վիճում։ Ուղղության վրա եք վիճում, այսինքն դուք ինչ-որ մի բան եք ուզում, դիմացինը ինչ-որ մի բան է ուզում, դրա համար կարող է վեճ լինել։ Որ այսինքն դուք ուզում եք օրինակ գնալ ինչ-որ միտեղ սովորել, բայց դիմացինը չի թողում կամ համաձայն չի, միգուցե ծնողներն են, միգուցե ձեր երկրորդ կեսն է, ինչ-որ մի բան է, հա, այդ ուղղությանը դեմ են եւ դրա համար վեճ է։ Այդ որ նաեւ նորություն կլսեք, ինչ-որ բաներ կստանաք, ինչ-որ փաթեթներ կարող եք ստանալ, հյուրեր ընդունել, դուք գնալ հյուր, նաև սա դրսում ծանոթություն է, մեկ ակնթարթ, բայց դա լուրջ չէ, այդքան նաև դա կարող է լինել, ճանապարհ, հա, երկար ճանապարհ օրինակ գնաք, ինչ-որ միտեղ գնաք, ձեր զույգի հետ եք գնում, այսքանը կարող է իր հետ գնում եք ինչ-որ հեռու տեղ, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձերին։ Ինչ է սպասվում ձերին մարտի 8-ին։ Սեր, շատ սեր, 4 կողմից սեր կստանաք։ Նոր սեր է սա, նոր հնարավորություններ են, նոր հարաբերություններ են, ովքեր որ ամուսնացած են եւս, հա, դա վերաբերվում է ձեզ իհարկե լավ հարաբերություններ կունենաք ձեր երկրորդ կեսի հետ, ձեր շրջապատող մարդկանց հետ, ձեր աշխատանքի վայրում, նաև հանդիպում կամ շփում կունենաք որևիցե աղջկա հետ, տեսնենք ով է, դա տղաների համար սա արդեն պարզ է, որ նոր ծանոթություն է, իսկ այստեղ կամ իր մոտ է խնդիրներ կամ իր հետ է կապված, երբ որ տեսնում եք, ինքը ձեզ համար խնդիրներ է ստեղծում։ Ինչ-որ մի աղջիկ է, գուցե ձեր մենեջերն է, ձեր տնօրենն է, ամեն անգամ գալիս է խնդիրներ է ստեղծում, խճճում է ձեզ, թողնում գնում է։ Կամ իր մոտ է այդ խնդիրները եւ դուք պետք է իրեն աջակցեք, օգնեք։ Միասին իրար հետ հարաբերություններում կա խնդիր։ Ինչ-որ մի process է, որ չեք կարողանում ազատվել դրանից։ Տեսնենք, ինչի կորուստ է նաեւ այստեղ սա։ Հոպա, ովքեր որ աշխատում են այստեղ շատ ուշադիր եղեք, սա պաշտոնի անկում է նաև ամենակարևորը, ովքեր որ պետական հիմնարկությունում են աշխատում, միգուցե կրճատում է, միգուցե ինչ-որ բան է, նաև սա շրջապատն է, որ ձեր շրջապատից ինչ-որ մարդիկ կարող եք հանել, գնան, կորցնեք, ինչ-որ մի բան է տեղի ունենում, նաև դա կարող է լինել այստեղ ոնց որ մարդը չի գտնում իր կյանքի իմաստը, ոնց որ ասում է դա անիմաստ ապրում եմ, անիմաստ անպետք կյանքը կամ նման ինչ-որ բաներ, տրամադրության անկում սա կարող է լինել, դուք պետք է ինքներդ կարողանաք ձեզ վերականգնեք և շարժվեք առաջ, ուղղակի հա, այստեղ ինչ-որ բանի դաշտնել ինչ-որ պահերին։ Դες շատ ուշադիր եղեք ձեր համենայն դեպս ձեր աշխատանքին, ձեր կարիերային, որպեսզի այստեղ նաև հեղինակության անկում կարող է լինել, որտեղ սա հեղինակավոր մարդ է, սա նաև բացի որ ձեր շրջապատն է, սա նաև իմաստուն մարդ է, եւ դուք ձեր իմաստության շնորհիվ պետք է այնպես անեք, որ ինչ-որ մի բան չկորցնեք ձեր կյանքում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այծերին, նաև ոչխարներ է կոչվում։ Ինչ է սպասվում այծերին մարտի 8-ին։ Կարող եք հանդիպել պետավտոտեսուչներին, այդ որ ինձ թվում ավելի շատ կլինեն, համար ուշադիր եղեք, որպեսզի չտուգանեն, ավելի հանգիստ վարեք, նաև ավելի շատ ուժ կունենաք ինչ-որ մի բան անելու համար,
Եվ եթե ինչ-որ օգնող ձեռք է պետք, ապա կգտնեք իրեն, ձեզ կօգնեն, կաջակցեն։ Նաև այդ օրը որևիցե հնարավորություն կստեղծվի ձեզ համար, կհեշտանա որևիցե process, այսինքն process ինչ-որ մեկին տեսնելու, ինչ-որ մեկ հետ հաշտվելու, խոսելու, ավելի մատչելի գնելու, այդպես, ինչ-որ բան է, որ հեշտանում է ձեզ համար։ Պես որ օգտվեք այդ առիթից, նաև կարող այս արջն է ձեզ օգնում, ինչ-որ մեկն է, ով որ այդ հնարավորությունը ձեզ տալիս է, որպեսզի դուք կարողանաք ավելի հեշտ ինչ-որ մի բան անել։ Նաև այդ օրը գումար կստանաք, նաև գումար կծախսեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կապիկներին։ Ինչ է սպասվում կապիկներին մարտի 8-ին։ Տան հետ կապված ինչ-որ պահեր են, կարող եք հյուրեր ընդունել, դուք գնաք հյուր, միգուցե տեղափոխվում եք, միգուցե տուն եք մաքրում, տունն եք կարգի բերում, նաև ինչ-որ պահեր են, այստեղ տան հետ կապված, տան մեջ, ընտանիքի անդամների հետ, առիթ եք անում, առիթ եք նշում, կամ գնում եք դուք հյուր, ինչ-որ մեկին այնտեղ եք առիթ, այնտեղ է առիթը։ Նաև այդ օրը շրջապատված կլինեք լավ մարդկանցով, նոր կյանքի իմաստ կգտնեք, նոր փոփոխություններ, միգուցե առաջ խաղացում են նաև աշխատանքի վայրում։ Ավելի իմաստուն կդառնաք, ավելի հասուն կդառնաք, ավելի հասուն կմտածեք։ Նաև այստեղ բարկանում եք, բորբոքվում եք, տեսնեմ ինչու, նաև կողակարտ ասվել, հա, սա նաև դրա քարտն է։ Ինչ-որ տղայի հետ է կապված, կամ իր վրա եք բարկանում, իր հետ եք վիճում, կամ արտասվում եք իր պատճառով, ինչ-որ մեկն է։ Այդ օրը գուցե կարող է նվերի հետ է կապված, հա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աքաղաղներին։ Ինչ է սպասվում աքաղաղներին մարտի 8-ին։ Ինչ-որ բան հիմքից կարող եք հանել, փոխել ձեր կյանքում, ինչ-որ մի բան է, որ կվերացնեք, կհանեք, միգուցե ձեր շրջապատից է ինչ-որ մեկին եք հանում, նաև դա կարող է լինել սուր գործիքներով աշխատել, մի քիչ ուշադիր եղեք, վիրահատություն, ինչ-որ նաև կարող գնալ, ոչ կոսմետոլոգի մոտ, հա, ինչ-որ սուր բաներ անի, սուր գործիքներով, հա, ինչ-որ բաներ անի։ Նաև սա մարդը ոնց որ փոխում է իր կյանքը, փոխում է իր կյանքի հիմքից ինչ-որ մի բան է մարդը փոխում։ Եվ այստեղ ավելի ոնց որ այդ փոխելը մարդուն ավելի առույգ է սարքում, ավելի վճռական եւ ինքը արդեն ոնց որ պատրաստ է առաջ գնալու։ Նաև այդ նորություններ կլսեք, հյուրեր կընդունեք, դուք կգնաք հյուր, փաթեթ կարող եք ստանալ, տեղեկատվություն, ծանոթություն դրսում, ինչ-որ մեկի հետ։ Եվ լավ շրջապատում կլինեք, այդ օրը նաև շրջապատված կլինեք լավ մարդկանցով, իմաստություն է սա, կյանքի նոր իմաստ է սա, նաև դա կարող է լինել պաշտոնի բարձրացում, կամ առաջ խաղացում այն գործերում, որոնք որ դուք անում եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շներին։ Ինչ է սպասվում շներին մարտի 8-ին։ Կամուրջ է սա, որը ձեզ համար կստեղծվի ինչ-որ բաներ անելու համար, ինչ-որ բաներ թեթևացնելու համար, ինչ-որ պահեր ավելի կհեշտանան հաշտվելը, ինչ-որ մեկին տեսնելը, մոտենալը, հա, ինչ-որ մի բան այստեղ, ինչ-որ ուզում եք անել, ավելի հեշտ կլինի այդ օրը։ Եվ եթե դժվարացնեք, ուրեմն դուք եք դժվարացնելու, որտեղ սա հեշտացնում է ձեր գործերը։ Նաև այդ օր կայունություն է սա, կայունություն ձեր գործերում, կայունություն ձեր աշխատանքում, ինչ որ կա, հա, ինչ որ ոլորտը, որ անկայուններ, ինչ որ խնդիրներ կար, ապա դա կայունացում է։ Իսկ տեսնենք, հա, հարաբերությունները նույնպես եթե խնդիրներ կան, տեսնենք, բայց ես ինչի կորուստ եմ։ Այստեղ խաբեբաներ են, խաբեբաների պատճառով կարող եք ինչ-որ մի բան կորցնել։ Եվ տղամարդը։
Գուցե խաբեբաների պատճառով այդ տղամարդուն կորցնեք կամ այդ խաբեբան տղամարդ է, որ եւս ինչ-որ մի բան կկորցնեք, յուրաքանչյուրի մոտ ուրեմն ինչ-որ մի բան է, եթե հստակ պատասխան չի տալիս, ամեն մեկի մոտ ինչ-որ մի բանի կորուստ է։ Մեկը կարող է աշխատանքի, մյուսը հեղինակության, մյուսը հենց երկրորդ կեսի, այդպես մի թույլ տվեք, որ այդ օրը մտնեն ձեր կյանք եւ տակնու վրա անեն, փորձեն իրենք իշխել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վարազներին, խոզերին։ Ինչ է սպասվում վարազներին մարտի 8-ին։ Բավականին ուժ կունենաք, էներգիա կունենաք ինչ-որ գործեր անելու, ավարտելու համար, նաև շատ իր եղեք պետ ավտոտեսուչներին, եթե մեքենա եք վարում, նաև եթե ինչ-որ մեկի կարիքը կունենաք, որ ձեզ օգնի, ապա այն նա ձեզ կօգնի, կաջակցի։ Գումար կստանաք այդ օրը, նաև գումար կծախսեք, կվճարեք ինչ-որ մի բան, եւ մեկ ակնթարթ ինչ-որ մի բան է տեղ ունենալու, ոմանք կարող են ինչ-որ մի բանին լուրջ չվերաբերվել, խաղի վերածել, կամ նաև դա գնալ խաղալ ինչ-որ միտեղ կամ երեխաների, թոռների հետ, կամ խաղը դա նաև ավելի ինչ-որ հիմա է խաղում բոլորը Հայաստանում, ինչա դա կոչվում, ինչ-որ մի բան էր կոչվում։ Չգիտես ով է հորինել, եւ բոլոր անգամ սերիալների մեջ են խոսում այդ մասին, որ այդպես գումար կարող են վաստակել։ Անունը մտքից ծերին է, բայց անդադ մոռանում եմ։ Գիտեմ, որ աղջիկ տղա խաղում են հիմա, դա էլի խաղը եւ խաղամոլությունը։ Եթե ինչ-որ մի բանի մեջ կա խաղ եւ գումար, դա խաղամոլություն է։ Ով ինչպես ուզում է դա հասկանալ։ Եթե անգամ այստեղ կա մարդիկ, ովքեր որ խաղում են, ապա դուք քիչ-քիչ դառնում եք խաղամոլ։ Ձգում է ձեզ դա գումար դնել, գումար հանել, գումար դնել, գումար հանել։ Դա խաղամոլություն է, դրան ուրիշ անուն չկա։ Եվ անլուրջ եք այստեղ, լուրջ չեք վերաբերվում։ Այստեղ նաև գումար կարող կորցնել այդ խաղի հետ կապված։ Վեճ է սա, մեկ ակնթարթ ինչ-որ մի բան կարող է տեղ ունենալ, որը նաև վեճի կարող է ձեզ հանգեցնել, վեճը առաջացնել ձեզ մոտ։ Եվ ինչ-որ մի աղջկա պատճառով է կամ ինչ-որ մի աղջկա հետ է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։